Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր գրառման մեջ նաեւ շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին։ Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, կկնքենք Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր, պայմանագրեր կստորագրենք մեր առաջատար կիսահաղորդչային արտադրողների համար, գրել է Թրամփը։ Մասյացոտնի թեմն ահազանգում է, որ Ոսկետապ գյուղում ճնշումներ են սկսվել Տեր Արտաշես Քահանա Հակոբյանի նկատմամբ։ Այսօր եկեղեցի են այցելել Ոսկետապ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը եւ Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանը եւ պահանջել հոգեվորականներից ազատել եկեղեցին։ Նրանք սպառնացել են հակառակ դեպքում փոխել եկեղեցու մուտքի դռների բանալիները։ Տեր Արտաշեսը Նյուզեյմի հետ զրույցում հայտարարել է, որ ոչ մի դեպքում եկեղեցուց դուրս չի գալու, չնայած սպառնալիքներին։ Նշենք, որ օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ այս քահանան միացել է Փաշինյանին, սակայն ավելի ուշ նա հայտարարեց, որ Մայրաթորի ու Վեհափար Հայրապետի կողքին է։ Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը հայտարարել է, որ մասնակցելու է Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսատ ժողովին։ Նշենք, որ Հովնան Սրբազանը Նիկոլ Փաշինյանին միացած 10 հոգևորականներից էր։ Եպիսկոպոսատ ժողովը տեղի կունենա փետրվարի 16-ից 19-ը։ Ներքին գործերի նախարարություն կատարած այցից հետո Նիկոլ Փաշինյանը լայվ է մտել հայտնելու իր խոսքով ուրախալի նորությունը։ 2025 թվականին 8660 քաղաքացի ավել է մուտք գործել Հայաստանի տարածք, քան ելք է գործել։ Սա մի փաստ է, մի թիվ է, որով արժի, որ մենք բոլորս իրար շնորհավորենք եւ նաեւ փորձենք մտածել, իսկ ի՞նչն է այս թվի, այս վիճակագրության պատճառը։ Կարծում եմ երկու ակնհայտ պատճառ կա։ Դրանցից մեկը խաղաղությունն է, երկրորդը տնտեսական զարգացումը կամ խաղաղության պայմաններում տնտեսական զարգացումը եւ ուշադրություն դարձրեք, սա խաղաղության, այսինքն 2025 թվականը խաղաղության ընդամենը առաջին տարին է առջևում, խաղաղության այսպիսի բազմաթիվ տարիներ են եւ այսպիսի նորանոր ու հաճելի վիճակագրություններ։ Սյունիքում բքի եւ փակ ճանապարհների պատճառով 40 դիմորդ չի կարողացել ներկայանալ քննական կենտրոն, հանձնելու հայոց լեզվի միասնական քննությունը։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը Նյուզեյմին հայտնել է, որ Սիսիանի տարածաշրջանի այդ դիմորդների համար փետրվարի վերջին կկազմակերպվեն նոր քննություններ, նոր թեստերով։ Վերջին 24 ժամում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 195 տրանսպորտային միջոց եւ օգնություն ցուցաբերել 722 քաղաքացու։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ առավել ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել հունվարի 22-ից մինչև հունվարի 24 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի Խաչմերուկի մոտակայքում։ Այդտեղ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 41 բեռնատար, 439 մարդատար ավտոմեքենա եւ 1658 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ Այսօր ժամը 17:25-ի դրությամբ Նորավան, Շինուհայր, Գորիզ եւ Տաթև, Նորավան, Լծեն, Տաթև ճանապարհները մարդատար տրանսպորտային միջոցների համար բաց են։ Աբու Դաբիում Ուկրաինայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև բանակցություններն ավարտվել են։ Ըստ լրատվամիջոցների բանակցությունները տևել են մոտ 3 ժամ։ Նշվում է, որ հանդիպումն անցել է դրական եւ կառուցողական մթնոլորտում։ Կողմերը պայմանավորվել են հաջորդ շաբաթ եւս հանդիպել։ Հունվարի 25-ի գիշերը եւ առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հանրապետության տարածքում, այդ թվում Երևանում, հունվարի 27-ից 3-ը սպասվում է ձյուն։ Լեռնային շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-ից 5 աստիճանով։